Ողջունում եմ ձեզ բոլորին, սիրելիներս, Հիսուս Քրիստոսի սիրով, եւ կուզեմ այսօր մի կարճ պատգամով ձեզ հետ կիսվել։ Կհիշեք այն անդամալույծը, որ 38 տարի եւ ավել անդամալույծ պարկած էր, դա գրած է Հովհաննեսի ավետարան 5-րդ գլխում, եւ սպասում էր ջրի շարժվելուն, որովհետեւ գրված է, որ ժամանակ առ ժամանակ Տիրոջ հրեշտակը իջնում էր եւ ջուրը շարժում էր, եւ այն մարդը, որ առաջինը մտնում էր, բժշկություն էր գտնում։ Եվ երբ որ Հիսուսը տեսավ այդ մարդուն եւ հասկացավ, որ երկար ժամանակ է, որ ինքը պարկած է, ինչ ասեց, հարց տվեց, ուզում ես առողջ լինել։ Եվ ինչ ասում մարդը, Տեր, ես ոչ մեկը չունեմ։ Եվ երբ որ ջուրը շարժվում, ինձանից առաջ ուրեմն մարդիկ մտնում են եւ բժշկություն են գտնում։ Եվ Տերը խղճալով տվյալ մարդուն բժշկեց։ Փառք Տիրոջը։ Այսօր պատգամ Տերը, որ դրեց սրտիս նայա, հետաքրքիր է սիրելիներս, ինչի ամեն մեկս շատ անգամ սպասում ենք այդ ջրի շարժվելուն, եւ որ Հիսուս Քրիստոսը կենթանի մեր կողքն է, Շատ անգամ այսօր մեր ժողովրդի մեջ կա այդ թերությունը, որ կարծես հույսը մարդիկ դնում են այդ ջրի շարժվելուն, Իսկ ո՞րն է այդ ջրի շարժվելը։ Հզոր քարոզիչ է գալիս, գնանք, որ մկրտվենք Սուրբ Հոգով, հզոր հովիվա, չգիտեմ, մարգարեի անոթա, գնանք, որ բժշկվենք, հզոր ավետարանի չա, անպայման մասնակցենք, եթե մասնակցենք իր պաշտամունքին կբժշկվենք, եթե ներկա լինենք այս մարդու քարոզին կամ այն մարդու ծառայությանը կբժշկվենք, եւ հետաքրքիր է, որ շատ անգամ չենք նկատում Հիսուս Քրիստոսին, որ ինքը մեր կողքը կանգնած է, ինքը պատրաստ է մեզ օգնելու, մեզ օրհնելու, մեզ մկրտելու, մեզ ազատագրելու, մեզ բժշկելու։ Տերը այսօր ասում է, ինչի ես նայում մարդուն, թե ինչ որ մեկը պիտի անի, այս հրաշքը քո կյանքում, այս քարոզիչը, բնականաբար Տերը կարա քարոզիչին օգտագործել, հովիվին, մեկ այլ մարդու կամ թեկուզ հասարակ շարքային հավատացյալի, բայց խնդիրը նրանում է, որ մարդը կարծես հույսը դնում է, ոնց որ այս մարդը եկել եւ պարկել էր եւ սպասում էր, որ հրեշտակը իջնի եւ այդ ջուրը շարժի, բայց չէր նկատում Հիսուս Քրիստոսին, որ իր կողքն էր։ Ես մի պատմություն հիշեցի, մի քույրիկ շատ հանրաճանաչ հովիվի գնում է հանդիպման եւ բնականաբար մինչեւ հովիվը իրան կանցնի, շատերը սպասում են այդպես, ինքն էլ տարեցկին է լինում։ Մի քանի հոգի մտնում են հովիվի մոտ, զրուցում են, հիմա հերթը գալիս է այս քուրիկինը։ Հովիվը ասում է, ես հոգնեցի, քուրիկն էլ բավականին տենց հեռու ճանապարհ է կտրել, ու մի քիչ կոպիտը տենց ասում է, այդքան էգոիստ չեն լինի, մի քիչ էլի մասին մտածեք, այսքան մարդու վերջապես նստեցի, լսեցի, ես հոգնել եմ ու այդ քուրիկը այդպես կոտրված, տենց սրտին վերք ստացած գնում է իր տուն եւ Տերը իր սրտի հետ խոսում է։ Զավակս, ինչ ես վշտացել, միթե ես ինձ մոտ եկողին դուրս կհանեմ, դու գնացիր հովիվին հանդիպելու եւ հովիվը քեզ մերժեց, բայց ես քո Աստվածն եմ, որ ամեն րոպե, ամեն վայրկյան ես քո կողքին եմ, այսօր մարդը կարա քեզ չհասկանա, այսօր հովիվը կարա քեզ չհասկանա, այսօր եկեղեցին կարա քեզ չհասկանա, բայց ես քո կողքին եմ, պատրաստ օգնելու, պատրաստ օրհնելու, պատրաստ բժշկելու, պատրաստ ազատագրելու, ես քո կողքին եմ, դրա համար սիրելիներս այս պատգամը դրվեց սրտիս, այսօր շատերս այդ անդամալույծի նման չենք կարողանում, չենք հասցնում մտնել այդ ավազանը, մինչ ուրեմն հրեշտակը ջուրը շարժում էր, մեկ ուրիշը մտնում է եւ մենք շատ անգամ հուսահատված, շատ անգամ տկարացած, հավատքից ընկած, Տեր ինչի, Տեր ասում է, որովհետեւ ես եմ քո բժիշկը, որովհետեւ ես պիտի քեզ օգնեմ, ես պիտի քեզ օրհնեմ, ես պիտի քեզ բարձրացնեմ, ես պիտի քեզ բժշկեմ, ես եմ քո բժիշկը, ես եմ քո Տերը, ես եմ քո թագավորը, հուսային, սիրելի հոգի, հույսը դիր Աստծու վրա, մի նայիր մարդուն, հույսդ մի դիր ոչ մեկի վրա, ինչքան հզոր անոթ կլինի, ով կլինի, Հիսուսից հզոր չլինի, հուսա Աստծուն եւ Աստված հրաշքներ կանի քո կյանքում, թող Տերը փառավորվի, օրհնում եմ ձեզ բոլորին Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։